Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային եւ Բահրեյնում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օբյեկտներին, ի պատասխան Սիրիկի եւ Քեշմի ուղղությամբ իրականացված ամերիկյան հարվածների։ Տեղական աղբյուրների համաձայն Իրանը նաեւ թիրախավորել է 4 նավթատար, որոնք ըստ Թեհրանի փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց թույլտվության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ միջադեպի ընթացքում կիրառված անօդաչու թռչող խոցվել են։ Կողմերի հարաբերությունները դեռևս անկախ աղբյուրների կողմից ամբողջությամբ չեն հաստատվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի միայն մոտ 21-ից 22%։ Նրա խոսքով ամերիկյան հարվածների հետևանքով լրջորեն վնասվել են Իրանի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտները, նաեւ ոչնչացվել են արձակման հարթակների մեծ մասը։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Իրանը դեռևս պահպանում է հարվածներ հասցնելու կարողությունները։ Անդրադառնալով հակամարտության կարգավորմանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի առաջարկած գործարքին, սակայն իր համոզմամբ ի վերջո ստիպված կլինի համաձայնության գնալ։ Թրամփը կրկին ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Նա չի բացառել դիվանագիտական լուծումը, բայց զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում Վաշինգտոնը կարող է դիմել ավելի կոշտ քայլերի։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են գերիների հերթական փոխանակումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեղեկացմամբ հայրենիք է վերադարձել 185 ուկրաինացի զինծառայող եւ 1 քաղաքացիական անձ։ Զելենսկու խոսքով ազատ արձակված զինծառայողները ծառայել են Ուկրաինայի զինված ուժերում, պետական սահմանապատ ծառայություններում եւ ազգային գվարդիայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ուկրաինական գերությունից վերադարձել է 185 ռուս զինծառայողներ։ Մոսկվայի պնդմամբ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով հանդիպում է խնդրել, սակայն ինքը դեռ նման հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում։ Պուտինի խոսքով Կիևը մի կողմից խոսում է բանակցությունների մասին, մյուս կողմից իր գնահատմամբ սարսափելի հանցագործություններ է կատարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պայմաններում կամ ում միջոցով է փոխանցվել հանդիպման առաջարկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք չի մոտակարարել Իրանին, քանի որ Թեհրանը նման խնդրանք չի ներկայացրել։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում Պուտինն ասել է, որ Մոսկվան Իրանին որևէ սպառազինություն չի փոխանցել եւ ընդգծել, որ իրանական կողմից սադրանքներ չի տեսնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ ափսոսանք է հայտնել, որ իրանական հակամարտությունը վատ թարացրել է տարածաշրջանի երկրների հարաբերությունները։ Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գործող հրադադարը կդառնա կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը սկսել են Բալթիկ գործողություն 26 բազմազգ զորավարժությունները Բալթիկ ծովում։ Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 15 դաշնակից եւ գործընկեր երկրներից շուրջ 6000 զինծառայող եւ մոտ 20 ռազմանավ։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել դաշինքի անդամ երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը եւ համատեղ գործողությունների կարողությունները։ Ծրագրում ներառված է հականավային եւ հակաօդային վարժանքներ, ականազերծման գործողություններ, նաեւ անօդաչու համակարգերի կիրառում։